Հեռախոս կոդերի գրանցման հետ կապված դուք դեմ եք առհասարակ նախագծին, այսինքն դա պետք է դեռ լրամշակվի նոր, թե առհասարակ դեմ եք դրա ընդունմանը, որովհետև մենք երեք իշխանության ներկայացուցչին հարց ուղղեցինք, ասաց, որ ավելի շատ միտված է ապօրինություններից դեմ պաշտպանելու համար ներմուծված հեռախոսների եւ պետք է քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանվածության բարձր շեմ սահմանվի։ Մի հատ հստակեցնենք, դուք նախագծին եք ընդհանուր դեմ, թե դրա մշակված։ Նախագծին եմ ընդհանուր դեմ, որովհետև սա մի նախագիծ է, որը ունքի տեղը հանում է աչքը, հերթական այդպես որոշումներն են, հա, բոլոր որոշումները միշտ այդպես են, թարս է մեր մոտ գնում, հա, ինչի եմ դեմ, որովհետև առաջին չեմ ուզում վերահսկվել, չեմ ուզում մտնեն իմ անձնական կյանք, եւ դա օրինաչափ չի, եւ դա ստեղծում է ռիսկեր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետքա անհամաչափորեն լինեն վերահսկողության տակ, ինչա իրանք ունեն ալիբի, իբրև թե հանցագործություններ են կանխարգելում։ Ես արդեն շեշտեցի, որ այդ հանցագործությունները գնացեք կանխարգել եք ձեր իրավապահ մարմիններով հանդերձ։ Մի հատ դուզ Գյունի իրավապահ մարմին չտեսանք։ Քննչական կոմիտեի նախագահը, որ էս լինի, բան ու գործից անտեղյակ։ Մեր վիճակն էլ էս կլինի։ Չեք կարում հանցագործ բռնեք, չեք կարում, թող գնան մաքսայինները դրանով զբաղվեն, թող իրանք իրականում լավ էլ գիտեն անօրինական հեռախոսներ ներկրողներ նովա։ Հիմա դա դարձել են ալիբի, որ քաղաքացիներին վերահսկեն, կներեք, ես չեմ ուզում վերահսկվեմ։ Դուք իմ իրավունքների, իմ ազատությունների հաշվին, չգիտեմ, ապօրինի հեռախոս բռնողներով մի զբաղվեք, իմ հաշվին մի զբաղվեք, դա ձեր պարտականությունն է, գնացեք պատշաճ վարչահարությամբ եւ պատշաճ դատաիրավական համակարգի ներկայացուցիչներով, չունենք պատշաճ դատաիրավական համակարգի ներկայացուցիչ, չգիտեմ, թափուր է, այդ տեղերը թափուր է։ Նրանք մեր կողմից պարզապես անընդունելի են։ Եթե քննչական կոմիտեի նախագահը էսը լինի, ումից ենք եկել ինչ պահանջում, չէ իրան պիտի հանեն աշխատանքից։ Բայց տեսեք, եք նշում, որ քննչական կոմիտեի նախագահից այսպես սպասելի քննեք ու մենք գիտենք, որ դուք բարբերաբար 1 տարուց ավել գուցե ակցիաներ եք իրականացնում, որոնք այդպես էլ պատասխան չստացան, էլի գրություններ եք փոխանցել։ Հիմա ինչ ակնկալիքով եք անում։ Արդյոք կհեռացնեք։ Ասեմ, ոնց, էդ էր մնացել պակաս։ Ասեմ, մի տարուց ավել չէ, մենք նախորդ տարի 2025 թվականի մինչև հունիսի 1-ը բանկերում տեղի ունեցած զեղծարության զոհերի իրավունքները կարողացանք մեր պահանջների արդյունքում վերականգնել։ Հաջորդ քայլը ներդրումային խարդախությունների հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների մասին է։ Բանկերում խոսքը գնում է մինչև 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ։ Այո, 2025 թվականի հունիսի 1-ի դրությամբ քաղաքացիների իրավունքները վերականգնվել են, սակայն կիբեր հանցագործությունները դեռևս բանկերում շարունակում են տեղի ունենալ, սա բոլորովին այլ խնդիր է։ Մենք խոսում ենք ներդրումային խարդախությունների մասին, որոնք տեղի են ունենում կեղծ զանգերի կենտրոնների միջոցով։ Մենք այս պահանջները հնչեցրել ենք քննչական կոմիտեին եւ պետական բոլոր մարմիններին այն նպատակով, որովհետև մի տեսակի կիբերհանցագործությունից տուժած քաղաքացին փաստորեն պաշտպանվեց բանկում, մեկ այլ տեսակի կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիները հրես, խնդրեմ, պետական բաց, այո, ներդրումային խարդախությունները իրենցից ենթադրում են կիբերհանցագործություններ։ Այո, բոլորը այդ ներկայացուցիչներն են եւ պետության անտարբեր սառը հայացքի ներքո տարիներ շարունակ Երևանի եւ տարբեր մարզերի, տարբեր քաղաքներում եւ տարբեր փողոցներում բացեի բաց փակցված էին կեղծ հարթակների պաստառները եւ պետության բաց աչքի ներքո մենք այս մասով հանցագործության մասին հաղորդում ենք տվել եւ գլխավոր դատախազը հանցագործության մասին հաղորդումը կցել է քրեական գործին։ Այստեղ կա պետական մարմինների անպատասխանատվության եւ անգործության հետևանքները եւ եթե չլիներ անպատասխանատվությունն ու անգործությունը, այս քաղաքացիները չէին դառնալու զեղծարության զոհ, ասեմ ինչի, հարցին հեսա հստակ կպատասխանեմ, էլի ասեմ ինչի չէին դառնա զեղծարության զոհ, որովհետև եթե այսօր ես փողոցում ծաղիկ վաճառեմ, կգան ինձնից ՀԴՄ կտրոն կուզեն, գործունեության թույլտվություն եւ այլն, բայց
զեղծարած հարթակները գործել են բացեի բաց փողոցներում եւ չեն կանխարգելվել քննչական կոմիտեի կողմից։ Նաեւ մենք հասնում ենք ձեր հարցի պատասխանին։ Հույս ենք տածել, միասին աշխատել ենք, աջակցել ենք քննչական կոմիտեին, ինչով որ կարող ենք։ Ներկայացել ենք պահանջներ, բավականին լուսաբանել ենք նրանց համար իրենց չիմացածը։ Հույս ենք տածել, որ մեր պետական մարմինը կամրապնդենք, բայց այդ հույսերը դառնում են ապարդյուն, որովհետև քննչական կոմիտեի նախագահը կամք չի արտահայտում քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եւ այդ գումարները ուղղակի տանում են պետբյուջե, պետությանը տանելով հանցավոր տիրույթ։ Փաստորեն ստացվում է այնպես, որ պետությունը փուռ ա դրել, հա։ Թող աշխատում, թող հանցագործություններ լինեն, քաղաքացիները կտուժեն, ոչինչ քաղաքացիներին կասենք բացահայտելը դժվար է, հետո կասենք դրսից է, կասենք էս, կասենք այն, գործ չենք անի եւ պետբյուջե կտանենք գումարներ, վարչապետի մոտ էլ կդառնանք լավամարդ։ Վարչապետի աչքին թոզապչում քննչական կոմիտեի նախագահը։ Ծառայության գումարը ո՞նց է մտնում պետբյուջե։ Նկատի ունեք բանկերի հետ համագործակցություն կա, սխեմա է գործում, ո՞նց է մտնում։ Տեսեք, ներդրումային խարտախությունները բոլորովին տարբերվում են բանկերում տեղի ունեցած զեղծարարություններից։ Սրանք երկուսն էլ կիբերհանցագործություններ են, բայց տարբեր բնույթի, տարբեր ժանրերի։ Ներդրումային խարտախությունների դեպքում բանկերը որևէ կերպ չեն առնչվում եւ որևէ մասնակցություն չունեն։ Ոնց է պետբյուջե գնում։ Ես արդեն ներկայացրեցի, որ օրինակ ներքին գործերի նախարարությունը լրատվամիջոցներով ցույց է տալիս, որ դիմակավորված աշխատակիցները դռներ կոտրելով լուսամուտներից հանկարծակի մտան ներս, բռնեցին հանցավոր խմբերին, պարկացրեցին գետին, նրանց մոտ հայտնաբերեցին 10 միլիոն, 20 միլիոն, 30 միլիոն, 50 միլիոն, 170 միլիոն, 200 միլիոն դրամ հայտնաբերեցին, այս գումարը վերցրեցին, հետո երբ որ ներքին գործերի նախարարության տիրույթից, իրավասության տիրույթից դուրս է գալիս գործը, գնում է քննչական կոմիտե, քննչական կոմիտեն հայտարարում է, որ այս հանցագործները այո մեր երկրում են աշխատել, նստած են եղել ֆիզիկապես մեր երկրում, բայց թիրախավորել են օտարերկրյա քաղաքացիներին, իսկ այդ տուժողները օտարերկրյա քաղաքացիներն են, այս գումարները նրանց գումարներն են, մենք պետք է վերադարձնենք նրանց, հետո հայտարարում է, որ քանի որ օտարերկրյա քաղաքացիներ են, մենք նրանց անձը չենք կարողանում նույնականացնենք, հետևաբար չենք կարողանում վերադարձնենք, հիմա այս գումարները մնում է։ Ինչ անի, վերցնում է տանում է պետբյուջե, լավ ես անում, տանում ես պետբյուջե, բայց քո հիմնական նպատակն ու պարտականությունը մի մոռացի, որովհետև եթե դու չես կարողանում ապիկարես, չես կարողանում նույնականացնես, չես կարողանում բացահայտես, հանցագործ բռնես, հասկացանք, բայց գոնե քո հիմնական նպատակին պետքա ծառայես, թե չէ։ Ես հիմա առաջարկ եմ իրանց արել եւ այստեղ էլ հստակ հնչեցնում եմ, այդ գումարների հաշվին, որոնք արդեն տարել ես պետբյուջե, ոչ թե տարեք ասֆալտ տարեք, այլ ֆոնդ ստեղծեք քաղաքացիների իրավունքների վերականգնման նպատակով, ելնելով միջազգային փորձից, մենք նման առաջարկ ենք արել արդեն։ Ասեք։ Այն քաղաքացիները, որ չգիտեմ, արդեն 2 տարի է բջջային հեռախոսներն կիրառում են։ Օրենքի ընդունմամբ իրենց տվյալները կոդերի, որտեղ են արդեն հայտնվել, դրանից առաջ չկային գրանցված, մի քիչ մանրամասն, որտեղ այսօր բոլորը ունեն հեռախոս, բայց շատերը չգիտեն, հա, իրանց կոդը ոնց է հայտնվելու, արդեն հայտնվել է թե չէ։ Հեռախոսների տուփերի վրա կան հեռախոսների անհատական կոդերը։ Ուղղակի ժամկետներ կասեն ձեզ, մեզ, քաղաքացիներից բոլորին, որ այս ժամկետների ընթացքում այդ կոդերը տանք, որպեսզի այդ շտեմարանը ստեղծվի եւ ինքներս մեր ձեռքով հլու հնազանդ, չգիտեմ, սա ազատությունների, սա իրավունքների նկատմամբ, քաղաքացիների անձնական կյանքի նկատմամբ ես համարում եմ ոտնձգություն։